Շնորհակալություն։ Միքայել Մելքոմյան, ընտրեմ։ Շնորհակալություն։ Նախ ցանկանում եմ, պարոն վարչապետ, որ ձեր ծրագրերը ամբողջապես իրականացնեք, անկեղծ։ Մեզ բոլորի ցանկությունն է դա։ Որևէ մեկը շահագրգռված չի, որ կառավարության ծրագրերը տապալվեն, այն ինչ առավելապես կատարվել է նախորդ երկու ծրագրերի մասով։ Հիմա ինձ մոտ է նախորդ կառավարությունների ծրագրերը, այստեղ խնդրեմ, եւ առանցքային անկյունակարային դեր ուներ արդյունաբերության բլոկը։ Ձեր ծրագրում արդյունաբերությունը բացակայում է։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք ունենք օրենք, դրա մասին ես կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասեցի, եւ 2 տարվա ընթացքում օրենքը գործում է 15 թվականի հունվարի 1-ից։ Մենք չունենք հնգամյա պետական արդյունաբերական ծրագիրը։ Ուրեմն ես ձեզ առաջարկում եմ, որպես այդ ծրագիրը եթե անհրաժեշտ է ունենանք, եթե չէ, բերենք այդ օրենքում շտկենք այդ օրենքի պահանջը։ Երկրորդ հարցը կապված աշխատանքի արտադրողականության հետ։ Չեմ ուզում շատ թվեր ասեմ, արդյունաբերության ոլորտում մեկ աշխատողի հաշվով ամսական $2200 է, գյուղատնտեսության ոլորտում խայտառակ թիվ ունենք ամսական $450-500 մեկ աշխատողի հաշվով։ Այսինքն, արդյոք ծրագիրը միտված է, որպեսզի մենք բեկում մտցնենք աշխատանքի արտադրողականության մասով, որտեղ եթե դա չափից դուրս ցածր է, մրցունակ ապրանքների մասին չի կարելի խոսել։ Երրորդ հարցը Կարճ կարող եք ասել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է ներդրումները ֆանտաստիկ ցածր։ Այսինքն կան շատ գործոններ, բայց հիմնական 1-2 գործոնը որն է, որ Հայաստանում ներդրումները շատ քիչ են, եւ 17 թվականի բյուջեի նախագիծի ես նայում եմ, այնտեղ տրադիցիոն ձևով դուք շարունակում եք իջեցնել ներդրումներ հնա հարաբերակցությունը։ Այսինքն ընթացիկ տարում 20.2%-ա դուք իջացրել եք 19.1%։ Հարցերը իհարկե շատ են։ Եվ իհարկե, ուրեմն վերջին հարցը, հետո ես ելույթում կասեմ, իհարկե լրջագույն խնդրեմ է այսպես կոչված աղքատության մակարդակի իջեցման խնդիրը։ Մենք ունենք հազվագյուտ երկրներից մեկն ենք, որ կոչվում են, այստեղ շատ են աշխատող աղքատները։ Այսինքն մենք ունենք շուրջ 230,000 մարդ, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ։ Այս առումով այս համադրումը, որ մարդը ունենա աշխատանք եւ այդ իր աշխատանքով կարողանա նվազագույն իր կենսապահովումը ապահովի։ Առաջիկայում ինչ եք այդ առումով անելու։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է արդյունաբերության, մենք կարծում խոսել ենք, հանքարդյունաբերությունը ֆիքսել ենք, էներգետիկան ֆիքսել ենք, ՏՏ ոլորտը ֆիքսել ենք, ընդհանրապես բիզնեսը ֆիքսել ենք։ Ձեր կարծիքով որ արդյունաբերության ոլորտն է, որ մեր ծրագրում չկա, կարող եք ֆիքսել։ Ինչի մասին չենք խոսել։ Երկրորդը Մեկ աշխատողի 2200, արդյունաբերության բիզնես ոլորտում մեկ աշխատողի 450, ինչ ենք անելու, որպեսզի մենք թվարկել ենք, ինչ ենք անելու գյուղատնտեսության մեջ, ինչ ենք անելու բիզնեսի մեջ, որպեսզի այդ բիզնեսը վերարտադրվի։ Դրա արդյունքում այս թվերը կփոխվեն, այո, եթե մենք էֆեկտիվ աշխատենք, այո, եթե չաշխատենք, ոչ։ Ինվեստիցիաները ինչի չեն գալիս, բազմաթիվ պատճառներ։ Երկրի փոքրություն, լոգիստիկ դաշտ, հարկային մաքսայինի ոչ միջևերջ հասկացում, բազմաթիվ եւ դուք էլ շատ լավ գիտեք, որն է առաջինը, որը երկրորդը, երևի մեկ բառով ասել, ռիսկայնությունը բարձր է փող դնելը, հա, աշխարհաքաղաքական վիճակը, պատերազմի վտանգը, մյուս հարցեր։ Չորրորդ հարցը աղքատության վերաբերյալ նորից կրկնեմ ելույթիս մեջ եմ ասել, աղքատության դեմ միակ պայքարը աշխատատեղեր ստեղծելը, աշխատատեղեր ստեղծելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելը, որպեսզի գործարար մարդը դրան իրավունք ունենա եւ հնարավորություն ունենա անելու։ Այս պահին կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ մեր բիզնես միջավայրն էլ է բավականին հուսահատված, չողջևորված եւ ելույթի մեջ ես հուսահատության եւ հուսալոքության մասին որ խոսել էի, խոսքս վերաբերում էր բոլոր մեր շերտերին։ Ես բիզնես մեր միջավայրի հետ հանդիպել եմ, ժողովրդական լեզվով ասած, sense մեծ կրակ չեմ տեսնում։ Այդ իսկ պատճառով մենք կառավարությունս ասում ենք, որ ժամանակավորապես մենք ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի այդ process-ին որոշակի ձևով աջակցենք եւ կատալիզատորի ֆունկցիա կատարենք։ Շատ պարզ է մակրո առումով ոնց են աղքատության դեմ պայքարում,
աշխատելով, աշխատավարձ ստանալով։ Դրա համար ինչա պետք անել։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Միքայել Մելքումյան։ Տեսեք, ուրեմն այդ ինչ որ դուք ասում եք նախորդ ծրագրերում շատ էլ լավ արձանագրված է հիմնականում, տեն չի որ թղթերում գրածներում չի եղել։ Ես խնդիրը որ ասում եմ ներդրումներ չկա, ոչ թե պատկերացնում եմ նրա մեջ որ այդ ռիսկայնության իջեցման տնտեսական բնույթի միջոցառումները լավ չեն արել։ Խնդիրը քաղաքական որոշման մեջ է։ Քաղաքական օրինակ, շատ հստակ ասում եմ, կան մարդիկ Հայաստանում, որոնք հարկեր քիչ են մուծում, կամ մաքսերը չեն մուծում, նենց ոնց որ պետք է, կամ արտոնյալներ կան, թե չկան։ Եթե մենք այս հարցերի պատասխանները հստակ ունենք, ուրեմն մենք առաջ կշարժվենք։ Այսինքն օրենքը եւ իրականությունը համահունչ են, թե տարբեր են։ Խոսքը դրա, իսկ արդյունաբերության մասով ես իմ ելույթում կասեմ, թե ոնց եմ պատկերացնում։ Շատ լավ, պարոն Մելքումյան։ Ես կարծում եմ մենք հենց դրա մասին ենք խոսել։ Եթե դուք կարող եք ձևակերպում տալ, ինչ ձևակերպումն է մեջը պակասում, ես ուրախ կլինեմ։ Ասել ենք օրինապահ մարդուն հանելու ենք օդ, ոչ օրինապահի հետևից հա գնալու ենք։ Էս ենք անելու, են ենք անելու։ Կա ձևակերպում, որը որ դուք գտնում եք չկա։ Տվեք, մենք մտցնենք։